Աննախադեպ աճից նվազող կանխատեսում, ինչու են փոշմանել միջազգային կառույցները։ Հարգելի հեռուստադիտողներ, միջազգային շատ կազմակերպություններ, կառույցներ, որոնք պարբերաբար անդրադառնում են Հայաստանի տնտեսական զարգացումներին, տալիս գնահատականներ, որոշակի վերլուծություններով հանդես գալիս, վերջին շրջանում իրար հաջորդելով վերանայում են Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2025 թվականի համար եւ վերանայում են նվազեցնելով այդ աճի կանխատեսումը։ Ես կառաջարկեմ մենք միասին դիտարկենք պատկերը, որում ներկայացված են որոշ տվյալներ նույն այդ միջազգային կառույցների վերանայումներից եւ այլն, բայց շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այդ որոշակի տրամադրությունների փոփոխությունը նկատվում միջազգային կառույցների կողմից եւ այդ ինչուի պատասխանը ըստ էության այդ կազմակերպությունների զեկույցներում եւ դրանց գնահատականներում է, որին կանդրադառնանք, իսկ մինչ այդ միասին դիտարկենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես Հայաստանի պետական բյուջեով սահմանված է 2025 թվականի համար 5.1% տնտեսական աճ։ Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է ավելի վաղ 2025 թվականի համար արված 4.9% տնտեսական աճը, այն սահմանելով 4.4%, նվազեցրել է։ Ասիական զարգացման բանկը եւս 6%-ից կանխատեսումը նվազեցրել, իջեցրել է 5%-ի, Համաշխարհային բանկը 5%-ից 4%-ի։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը իդեպ բավական թարմ տվյալներ անփոփոխ է թողել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, սակայն էական ռիսկեր մատնանշելով։ Եվրասիական զարգացման բանկի պարագայում եւս Հայաստանի տնտեսական աճի 5.5%-անոց ավելի վաղ արված կանխատեսումը անփոփոխ է մնացել։ Ըստ էության այս միջազգային կառույցները ունեն որոշակի ընդհանրական մոտեցում եւ ունիվերսալ գնահատականներ իրենց կանխատեսումների վերանայման համատեքստում, որոնք արտացոլված են այդ զեկույցներում։ Եթե բանաձևային, ապա Հայաստանի տնտեսական աճի փուչիկը պայթում է։ Ինչ են արձանագրում գործընկեր կառույցները։ Իսկ գործընկեր կառույցները գրեթե բոլորը արձանագրում են բավական լուրջ անորոշություններ տնտեսության եւ տնտեսական աճի հետ կապված, որն արտացոլվում եւ արտացոլվելու է տնտեսական հետագա զարգացումների վրա, սոցիալական լարվածություն եւ գնաճի հետ կապված արագացում։ Գնաճի կանխատեսումները կառույցների կողմից ներկայացված են եւս այս պատկերում։ Մասնավորապես Համաշխարհային բանկը 2025 թվականի համար կանխատեսել է 3.5%-անոց գնաճ, Արժույթի միջազգային հիմնադրամը 3.2%-անոց ցանկացում, Եվրասիական զարգացման բանկը 3.1% եւ Ասիական զարգացման բանկը նախկինում ավելի վաղ արված 2.5%-ից բարձրացրել է գնաճի կանխատեսումը, այն հասցնելով 3%-ի։ Սոցիալական լարվածության եւ գործազրկության աճ։ Այսպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամի աչքերով 2025 թվականի Հայաստանի տնտեսական տարին։ Պետք է նշել, որ այս կառույցի փորձագետների գնահատմամբ Հայաստանում լարվածության, այսպես բավական լուրջ սոցիալական լարվածության ճնշումներ կան եւ դա այդ թվում մասնավորապես գործազրկության աճի կանխատեսմամբ։ Հիշեցնենք, որ 2024 թվականին գործազրկության պաշտոնական ցուցանիշը 13% էր։ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները 25 թվականի համար կանխատեսում են 13.5, 26 թվականի համար 14%-անոց գործազրկություն։ Բավական հատկանշական է այս կանխատեսումը հատկապես աննախադեպ նոր աշխատատեղերի բացման, քարոզչամեքենայի, այդ պտտվող լուրերի, շրջանառվող լուրերի ֆոնին։ Շարունակելով, պետք է նշել, որ ընդհանուր առմամբ այս ամենը իրականում կանխատեսելի իհարկե կարելի է համարել, կանխատեսելի պայմանավորված այն հանգամանքով, որ հիմնականում բոլոր կառույցների զեկույցներում եւ գնահատականներում նշվում է արտաքին գործոնների թուլացումը։ Մենք խոսեցինք Հայաստանի տնտեսության, տնտեսական աճի պայթող փուչիկի եւ միջազգային կառույցների արձանագրումների մասին, ըստ էության բանաձևենք, որ այդ արձանագրումների հիմնական, այսպես ընդհանուր եւ ունիվերսալ փաստերից հանգամանքներից մեկը արտաքին գործոնների թուլացումն է։ Իսկ արտաքին գործոնների թուլացումը, որին մենք պարբերաբար ենք անդրադառնում, այդ թվում անդրադառնում է, դրսևորվում է արտաքին առևտրաշրջանառության ուրեմն ցուցանիշների կրճատմամբ։ Փաստացի աննախադեպ առևտրաշրջանառությունից նույնքան աննախադեպ ուրեմն ծավալների կրճատման ներքո ենք այսօր մենք։ Առաջարկում եմ միասին դիտարկենք մեր երկրորդ պատկերը, որտեղ
բավական հետաքրքիր տեղեկատվության վերլուծություն կարող ենք ներկայացնել։ Մասնավորապես 2024 թվականի հունվար-մարտին արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշը կրճատվել է 54.2%-ով, ընդ որում արտահանումը նվազել է 61.8%-ով, ներմուծումը 47.9%-ով։ Շատ ենք խոսել այն մասին, որ 2024 թվականի 23-ի վերջից եւ 24 թվականի ընթացքում արտաքին առևտրաշրջանառության մեր աճերը առավելապես կամ բացառապես պայմանավորված են եղել ոսկու իրականում թանկարժեք քարերի եւ թանկարժեք կիսաթանկարժեք քարերի եւ մետաղների վերարտահանման գործոնով, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան, ապա Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Չինաստան։ Որևէ կերպ պատահական չէ, որ արտաքին առևտրաշրջանառության այս անկումների համատեքստում, մասնավորապես թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի ապրանքախմբում նույն ժամանակաշրջանում մենք ունենք արտահանման 83.9%-անոց անկում, ներմուծման 86.2%-անոց անկում։ Պատահական չէ նաեւ, որ նույն ժամանակաշրջանում ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան կրճատվել է 74.9%-ով, արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ կրճատվել է 79.5%-ով, իսկ դեպի Չինաստան 83%-ով։ Այս տվյալների համադրությունը փաստացի եւս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր արտաքին առևտրաշրջանառության աճերը այո պայմանավորված են եղել հենց վերարտահանման գործոնով եւ այսօր այս կտրուկ անկումները եւս պայմանավորված են մասնավորապես այդ գործոնի չեղարկմամբ։ Փաստացի արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան ըստ էության բավական գեղեցիկ, բայց դատարկ քարոզչություն էր նմանվող կենացի։ Սա վերջին շրջանում անընդհատ շահարկվող, բարձրաձայնվող արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի իբրև թե դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող գործողություններին իրականում փաստացի հակադիր պատկերն է գալիս ցուցադրելու։ Եվ այս պատկերը ցույց է տալիս, որ ընդամենը մեկ խողովակով, մեկ ուղղությունով տեղի ունեցող բացասական զարգացումը կարող է ընդհանուր առևտրաշրջանառության վրա նման կտրուկ ազդեցություններ եւ կտրուկ ուրեմն բացասական արդյունքներ ցուցադրել։ Սա էլ ըստ էության այն արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան, որի մասին այդքան խոսվում է։